2025 թվականի փետրվար-մայիս ամիսներին Եվրասիա կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվել է աննախադեպ հետազոտական ծրագիր։ Հետազոտական ծրագիրը նպատակ ուներ պարզել հայ երիտասարդության ավանդական արժեքային ընկալումները, ինչպես նաև քննարկել, թե եվրազիական տարածքի երկրները ինչ արժեքային ընդհանրություններ ունեն։ Այս ամիսների ընթացքում իրականացվել են ինչպես փորձագիտական, այնպես էլ դաշտային հետազոտություններ, ֆոկուս խմբային աշխատանքներ, անկետավորման եւ հարցազրույցների վարման խորացված մեթոդներով, եւ այս պահին ունենք արդյունքներ վերջնական։ Եթե շատ հակիրճ ներկայացնեմ արդյունքները, ընտանիքը դեռ շարունակում է մնալ մեզ համար ավանդական արժեքային գերակայություն, հավատքի, հայրենիքի, պետականության նկատմամբ վերաբերմունքը մեր հասարակության մոտ նույնպես առկա է, սակայն կան նաև մտահոգիչ արդեն երևույթներ, որոնք բացահայտել է հետազոտությունը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է այն խոչընդոտներին, այն ռիսկերին, որոնք տեսնում են եւ փորձագետները եւ երիտասարդները։ Դա նախ եւ առաջ պետության որդեգրած քաղաքականությունն է, կառավարության վարած քաղաքականությունն է, գլոբալիզացիոն միտումներն են, որոնք որոշակիորեն ռիսկեր են պարունակում մեր ավանդական արժեքների պահպանման տեսանկյունից։ Հետազոտության արդյունքները այս պահին դեռևս որոշակիորեն բավարար կարելի է համարել, բայց միտումը գնում է, որ առնվազն մեր ավանդական արժեքների պահպանման ուղղությամբ, եթե այսպես շարունակվի, եթե կառավարության որդեգրած քաղաքականությունը մեր հասարակական պատկերացումներին որոշակի այդ դիսոնանսը ավելի խորանա, իհարկե մենք ապագայում կունենանք շատ լուրջ մտահոգություններ, որովհետև փոքր ազգերը իրանց ինքնության պահպանման հարցում իրենց ազգային ավանդական արժեքների միայն կարճացությունն է, որ իրենց թույլ է տվել, օրինակ մեզ հայերից մինչև 21-րդ դար հասնել։ Մենք իրականացրել ենք նաև սոցիալական ինստիտուտների աշխատանքի գնահատական, եթե ընտանիքը որոշակիորեն, եկեղեցին որոշակիորեն դեռ իրենց ավանդական արժեքների պահպանման ուղղությամբ դրական են գնահատվում, ապա ԶԼՄ-ների կատարած աշխատանքը, պետական կառույցների դպրոցներում կամ կրթական հաստատությունները իրենք որոշակիորեն արդեն բաց է երևում է, որ թերանում են ավանդականը, արժեքայինը, ազգայինը փոխանցելու հաջորդ սերունդներուն։ Այստեղ կան լուրջ բացեր։ Փորձագիտական հարցմանը մասնակցել են տնտեսագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, սոցիոլոգներ, իրավաբաններ, մանկավարժներ, սա փորձագիտական ընդգրկվածությունն է։ Երիտասարդներից մասնակցել են 731 երիտասարդներ, իրականացվել է եւ on-line հարցում, եւ դաշտային հետազոտություն, ընդգրկվել են նաեւ մեր երկու մարզերը, Լոռին եւ Շիրակը, որտեղ նույնպես իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Եկեղեցին, պետությունը կամ այն ինստիտուտները, որոնք կոչված են ավանդական արժեքները պահպանելու, իրենք մի ուղղությամբ են նայել, բայց երբ որ պետական ինստիտուտներ իրենք արդեն մեր ավանդական արժեքների հետ որոշակիորեն հակասականության դաշտ են տեղափոխվում, այստեղ իհարկե արդեն մեր ավանդական արժեքները, մեր ինքնությունը, մեր ազգայինը պահպանելը արդեն լուրջ հարվածի տակ է։